Հարգելի հեռուստադիտողներ, Արարատյան Խոհանոցն է եթերում։ Բարև ձեզ։ Շատ շնորհակալ եմ եւ ուրախ, որ հետեւում եք մեր հաղորդումներին։ Բարեկամներ, շարունակում ենք ձեզ ներկայացնել ուտեստներ մեր ազգային խոհանոցից։ Եվ այսօր մի լավ օր է, օրը խորհրդավոր է նրանով, որ բարեկամներ այսօրվա աշխատանքները մենք իրականացնելու ենք ձեր սիրված քաջածանոթ մեր լավ բարեկամ Աֆրիկյանների պանդոկ ռեստորանի ավագ խոհարար, հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպության խորհրդի անդամ Գրիշա Անտինյանի հետ։ Ողջույն Գրիշա։ Ողջույն։ Ինչպես ես եղբայր։ Շնորհակալություն ուղղակի մոռացար ասած, որ Բրեժնևի շատ տիտղոսներ ունեն։ Բրեժնևին այո, տվել եւ անցել ես արդեն, բազմաթիվ տիտղոսներ ունես, բայց դա արդեն հաջորդ անգամներ։ Յուրաքանչյուր անգամ, երբ որ դու արդեն համաձայնվում ես մեր հաղորդմանը հյուր լինել, մեր հեռուստադիտողը սպասում է մի նոր անակնկալի։ Այսօր էլ հետաքրքիր տարբերակ ունենք, այսօր պատրաստելու ենք հավեմիսը, սալորաչրի, ցտվածերի եւ ոչխարի պաների սոուսով։ Լավ, պատրաստենք։ Արդեն Չգիտեմ ինչ պիտի ստացվի եւ ամենակարևորը որ սոխ չկա։ հա, սոխ չկա։ Սոխ չկա, որ ասես սոխը կտրատի։ Ուտեստը տապակվում է եւ սոուսի մեջ Եփվում է, խաշվում է։ Հագանի։ Հագանի տարբերակ։ Մեր հեռուստադիտողներին պիտի նշեմ, որ բարեկամները շատ են հարցնում, ինչ ասել է Հագանի։ Հագանի նշանակում է ախորժակաբեր, ախորժակ հին հայերենով։ Մի փոքր ձիթայուղ, մի փոքր կարագ, միասին։ Ուզում եմ իմանալ եւ կարծում եմ, որ մեր հեռուստադիտողներին էլ հետաքրքրի Գրիշան։ Այ որ հրավիրում եմ քեզ ուտեստ պատրաստելու։ Դու արդեն դու գիտես ինչ պիտի պատրաստես, թե հենց գալիս ես տաղավար նոր քեզ այդ Ես գալիս եմ տաղավար այն ժամանակ, երբ որ ասելու բան ունեմ ժողովրդին։ Այսինքն պատրաստ երբ որ արդեն ունես ասելիք, ունես նոր ուտեստ ցուցադրելու, հենց այն ժամանակ էլ գալիս ես։ Այո։ Ինչ արեցինք, մի քիչ ձետ, մի քիչ յուղ, Մի քիչ ձետ, մի քիչ կարագ, թողում ենք կափարիչով ծածկում ենք, որպեսզի ինքը տապակվի, այդ ընթացքում մենք կտրատում ենք սալորաչիրը։ Սա ճիշտն ասած նոր ուտեստ է, ուղղակի մի փոքր իմ մշակմամբ։ Իսկ բարեկամներ յուրաքանչյուր ավանդույթ, եթե մի քանի տարի յուրաքանչյուր գործ, յուրաքանչյուր վարվելաձև մի քանի տարի կրկնվում է, արդեն վերածվում ինչի։ Հետագայում դու վերածվում ավանդույթի բնականաբար։ Հուսանք, որ այս ուտեստը սկսենք շատ շրջանառել եւ կդառնա ավանդական ուտեստ, բայց ազգային խոհանոցը դա այլ է։ Թող ինքը մի քիչ տաքանա, մի քիչ տապակվի, այո։ Իսկ այդ ընթացքում երևի մենք խոսենք, հա, որ մեզ հրավիրել են, որպեսզի ազգային խոհանոց ներկայացնենք Մոսկվայում։ Այո, մեր կազմակերպությունը հրավեր է ստացել Մոսկվայում Воскресенье ռեստորան, եկեղեցուն կից ռեստորան է, ռուս ուղղափառ եկեղեցուն, եւ այնտեղ պարբերաբար ներկայացվում են ռուսերեն ասած այդպես պրավասլավնի խոհանոց, ուղղափառ եկեղեցիներ կամ քրիստոնյա եկեղեցիների դավանող խոհանոցները։ Ես ինչքան գիտեմ հրավիրել են ուկրաինացիներին, վրացիներին, հույներին, ու մեր հերթն է եկել։ Այո, մեր հերթն է եկել եւ հոկտեմբերի 12-ից 19 այդ ռեստորանում մենք կներկայացնենք մեր ազգային խոհանոցը։ Եվ հետաքրքիրը նրանում է, որ այն ուտեստները, որոնք որ կընկալվել, կհավանեն, այսպես ասած, հյուրերի կողմից, այդ ուտեստները հենց կներդրվեն կերակրացանկի մեջ, իրենց անունով, իրենց պատրաստման եղանակով եւ կհամարվի եւ այսինքն ոչ թե կհամարվի, դա իրականում հայկական ուտեստ է, բայց անուն փոխել չկա։ Խաղի կանոնները պարզ են։ Հա։ Եվ դա Աստված, որ մենք հաջողենք մեր խոհանոցը լավ ներկայացվի։ Ասեմ, որ ես ուզում եմ ժողովրդին տեղեկացնել, որ
բավականին մեծ հետաքրքրություն կա դրսում մեր խոհանոցի հանդեպ ու արդեն դա հենց Նույն Թուրքիայում պիտի ներկայացնենք։ վկայականը նաև որ մեզ հրավիրում են հայկական խոհանոց ներկայացնելու, դա ուրեմն նշանակում է մեր աշխատանքի արդյունքները արդեն տեսնում ենք։ Այո։ Բայց մենք չմոռանանք, որ մեր հերոստատիտողի լուման նույնպես այստեղ կա։ Իհարկե։ Առանց ժողովրդի այս դժվար է ներկայացնել։ Այո։ Եվ ուրախալին այն է, որ մեր հաղորդումն նույնպես իր այսպես համագիների մեջ արդեն բարձր վարկանիշ ունի եւ արդեն անմիջական կապը այնքան շատ է, որ նույնիսկ մենք սկսել ենք ուտեսներ պատրաստել հենց մեր հերոստատիտողների առաջարկով։ Մոռացված ուտեսներ, տատիկի ուտեսներ։ Տատիկի ուտեսներ։ Այո։ Շատ դժվար է ներկայացնել այդ ուտեսները, բայց պիտի աշխատենք, որ ներկայացնենք։ Կարծում եմ համեմելու ժամանակ։ Մի փոքր տապակելուց հետո մի փոքր ջուր ավելացնենք, որպեսզի ինքը շոկե խաշվի, քանի որ ինքը հավը մեծ կտորով է։ Այսպես։ Եվ մեզանից կպահանջի 3-4 րոպե։ 3-4 րոպեից հետո կավելացնենք արդեն թթվասերը, պանիրը, սալորաչիրը եւ կթողենք միասին շոկե խաշվին։ Այո, մենք արագ ուժեղ կրակի վրա բարձր ջերմաստիճանի տակ կեղևապատեցինք, հիմա մի քիչ կշոկե խաշենք եւ 3-4 րոպե հետո կհանդիպենք այլ process-ները, այլ պատասխան եղանակ, այլ ձևերը բացատրելու համար։ Սպասենք այդ 3-4 րոպե։ Այսպես Գրիշյան, ինչ ենք անելու։ Հիմա մինչև արդեն այդ մեր հավը մի փոքր շոկե խաշվի, մի ոչխարի պանիրն էլ կտրատենք, մանրացնենք։ Սա այդ կապուտ սոուսին մենք հակադրում ենք սպիտակ սոուս, հա, պանիրի։ Չենք հակադրում, մենք ուղղակի մտածում ենք մերը։ Շատ դա։ Թողնի։ Հիմա արդեն ինձ թվում է թեթև շոկե խաշվել է եւ կարող ենք նստել պանիրը, սալորաչիրը, Պանիրը, սալորաչիրը, պանիրը պիտի հալչի, հա։ Այո։ Թթվասերը։ Ինչպես տեսակ, հարգելի ուսուցիչներ, որ մենք աղ չենք ավելացնում, քանի որ ինքը պանիրը աղի է։ Բավարարվում ենք պանիրի աղիությամբ։ Շատ։ Եվ որքան պիտի այդ սոուսում դամի կամ շոկե խաշվի մեր հավիկը։ 3-4 րոպե սոուսում կեպի ինքը։ Եվ ինձ թվում է, որ նա այդ ընթացքում պատված պետք է լինի։ Վերջում մի փոքր սեյ պղպեղ կավելացնենք եւ իհարկե սամիտ, որը հույս ունեմ, որ դուք կդրատես Սեֆել ջան։ Ես կփորձեմ բավարարել քո այս պահանջը սամիթի։ Ես ուզում եմ մի երկու բառեր խոսենք, այ մենք արդեն ամփոփում ենք տարին, որ կազմակերպությունը։ Ինչ կարծիք ես, այ դու խորհրդի անդամ ես եւ իհարկե մենք դեռ չենք ամփոփել եւ մեր ամփոփիչ ժողովը չենք հրավիրել, բայց ինչ կարծիք ես, այ ինչ արեցինք, հաջողեցինք այս տարի մեր ծրագրերը իրականացրինք, թե ինչ կարծիք ես դու։ Ես ուզում եմ քո կարծիքը հենց հիմա իմանամ, որտեղ զեկուցող ես եմ լինել, տեսնեմ, թե դու ինչ։ Ասեմ, որ իրոք արգասաբեր տարի եմ համարում, արգասաբեր ինչ առումով, որ մենք կարողացանք այս տարի էլ մի փառատոն ավելացնել, դասական փառատոններ, կարողացանք շատ ավելի բարձր մակարդակով կազմակերպել Տոլմայի եւ Խորովածի փառատոնները, հույսով եմ, որ մեր հայրենակիցները կհավաստեն դա, կարողացանք լավ ներկայանալ Թուրքմենստանի ֆորումում, կարողացանք լավ ներկայանալ հունվար ամսին նաեւ Մոսկվայում, հույսով եմ, որ մենք դեռ ավելի շատ ավելի լավ կներկայացնենք մեր խոհանոցը նորից Մոսկվայում եւ
Ինչու՞ չէ նաև նոյեմբերին Թուրքիայում։ Շատ լավ, ինձ համար ամենակարևոր ձեռքբերումը այն էր, որ մենք խորացրենք այդ բանահավաքչական աշխատանքները եւ ավելի խորքային ուսումնասիրությունների մեջ ենք հիմա, մատենագրերից վերցանելու այդ աշխատանքը։ Այնպես որ բարեկամներ ձեր հետ միասին բնականաբար մենք տարին համարում ենք հաջողակ։ Ինչպես ենք մատուցելու գրիշ, դե պատրաստ ենք, չէ, դեռ պատրաստ չէ, մի րոպեից նոր պատրաստ կլինի, մատուցում ենք բաժինային ափսեի մեջ, մի քիչ սև պղպեղ, որ ավելացնենք, ինձ թվում է, խնդրեմ ես էսը։ Ոչ ոք չի նեղանա դրանից։ Ափսեն պատրաստենք։ Ինձ թվում է տաղավարը պետք է մեծացնենք սեփը։ Մեծացնենք։ Գնալով մենք մեծանում ենք, տաղավարը նույնն է մնում։ Տաղավարը մեծացնենք, բայց պատճառը ափսեն չի կարծում եմ։ Դե չէ, պատճառը մեր մեծանալն է։ Չափսերով։ Այո։ Ճուտիկը, մենք գտալ ունենք, սամիթը, ես ուզում եմ նորից դու պատմես, մինչ դեկորը այսպես կդնենք, նորից պատմես, թե ինչ արեցինք Հավիկի հետ։ Հավը տապակեցինք նախորոք, հետո մի փոքր շոքե խաշեցինք, շոքե խաշելուց հետո ավելացրեցինք ոչխարի պանիր, սալորա չիրը եւ նորից թթվասեր ու նորից իր սոուսի մեջ շոքե խաշվեց։ Իհարկե վերջում ավելացրեցինք մի փոքր սևի բար, առանց աղ անելու, որտեղ պանիրի աղիությունը ինձ թվում է բավարար էր։ Եվ մենք անհամանեցինք տարատեսակներից մեկը հագանի եւ նշեցինք, որ հագանի բառը, ինչպես ես արդեն հաղորդման սկզբում ասեցի, հայերենով կոչվում է ախորժաբեր։ Բարեկամներ, թող այս ուտեստը ձեզ ախորժակ բերի։ Խնդրեմ, ինչ կցանկանաս։ Ինչ կցանկանամ, ես ցանկանում եմ, որ մեր հեռուստադիտողները լինեն առողջ, միմյանց հանդեպ բարեհամբույր եւ չմոռանան, որ ոչ մի անգամ, որ իրենք հայ են։ Հարգելի հեռուստադիտողներ, խնդրում եմ ոչ մի անգամ չմոռանաք, որ դուք հայ եք։ Դրա համար պետք է շատ ու շատ ճաշակել ազգային խոհանոցի ուտեստներ։ Շնորհակալություն ապրես Գրիշա, բարեկամներ ձեր անունից եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնենք Գրիշային, թող երբեք չմոռանա, որ ինքը հայ է, չնայած չեմ էլ կասկածում։ Բարեկամներ, օրը որքան էլ որ հաջողակ էր, որքան էլ որ լավ ստացվեց այս ամենը, բայց ժամանակը սպառվեց արդեն եւ ուզում եմ նախքան ավարտելը ցանկանալ, որ մենք միշտ լինենք միասին, մեր շուրջը պիտի տարածենք բարություն եւ համբերություն, բարեկամներ, դարաշրջանը հաղթանակի դարաշրջան է։ Մենք պիտի սպասենք, մենք պիտի լինենք միասին եւ միակամ եւ հաղթանակները մերն են լինելու։ Եվս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելու։ Ցտեսություն բարեկամներ։ Հավը սալորաչիրով։ Հավի միս 300 գրամ, սալորաչիր 150 գրամ, ոչխարի պանիր 200 գրամ, կարագ 50 գրամ, ձեթ 30 գրամ, թթվասեր 250 գրամ, կանաչի, աղ, պղպեղ, բարեախորժակ։